Մարդիկ իրենց կյանքի դժվարություններից ելնելով, իրենց օրվա հացի խնդիրը լուծելով եւ այլն իրենք վաղուց կոտրել են օրինակ Թուրքիայի հետ սահմանների բացման խնդիրը։ Թուրքիայի հետ մեր պաշտոնապես մեր սահմանները փակ ա եղել, բայց հոգեբանորեն եւ իրականում մարդիկ այդ սահմանները վաղուց բացել են, գնացել են Թուրքիա, այնտեղից ապրանքներ են բերել, առևտուր են արել Թուրքիայի հետ, ունեցել են իրենց հարաբերությունները, դա լավ է, որովհետեւ լավ է ինչ իմաստով, որ մարդիկ չպետքա իրենց մեղադրում են, ասում են դու աննամուս եք, մոռացել եք ցեղասպանություն։ Այդ մեղադրողների մի զգալի մասը հագնում է թուրքական հագուստ, որ այդ մարդիկ բերում են վաճառում են, թուրքական շինանյութերով իր տան վերանորոգումն է անում։ Այդ մեղադրողներից շատերը գնացել են եւ գնում են Թուրքիայում հանգստանում են։ Այդ մեղադրողներից շատերը մեծագույն հաճույքով ըմբոշխնում են թուրքական համեմունքները եւ քաղցրավենիքները, որոնք որ այնտեղից այդ մարդիկ նաեւ բերում են, եւ այդ մեղադրողների մի մասը, չեմ ասում բոլորը, բայց մի մասը պարզապես զբաղված է երեսպաշտությամբ, որովհետեւ իրենք ուրեմն բացահայտ կերպով մեղադրում են, բայց թաքուն գնում են ու լավ էլ վայելում են։ Տեսեք, բայց իրենց ասածը, գիտեք, որոշակի ազդեցություն ունի, օրինակ, տեսեք, մարդը նստած է տանը, սովորական քաղաքացի, ասենք, մանկավարժ, չգիտեմ, բժիշկ կամ դասախոս կամ շինարար, մտածում է, որ կարելի է գնել այսինչ առարկան, որը տեսնում է թուրքական է, կամ իրեն ասում են, գիտես, որ գնաս տրապիզոն, այնտեղից կարող է սա ավելի էժան գնել, բայց իրեն ասում են, լսի, դու մոռացել ես, որ ցեղասպանություն ա եղել, դու ինչ սրտով կամ ինչ մտքով ես գնում եւ այդ ժողովրդից, այդ հարևան երկրից առևտուր անում, ու ինքը կաշկանդվում է, այդ ասողը շատ ճիշտ եք ասում, ինքը միջնորված կամ ուղիղ այդ նույն երկրի հետ բիզնեսների մեջ է եւ միլիոններ են աշխատում, բայց այդ մարդուն հոգեբանորեն ճնշում են, որ իրենց դաշտը գրավեն, մենք ոնց կարող ենք այդ մարդուն օգնել, օրինակներով, ինչով, որովհետեւ ես միշտ ասում եմ այս միտքը, որ եթե մենք ուզում ենք անկախ պետություն ունենանք, մենք պետք է գտնենք Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Իրանի հետ նորմալ հարաբերվելու, կանխատեսելի լինելու բանաձևը, սրանից են կողմ չկա անկախություն, բայց այս ձեր ասած հուզական պահը, էմոցիոնալ պահը, մենք ոնց անենք, որ մեր ժողովուրդը եւ հարգի ցեղասպանության զոհերի հիշատակը շարունակաբար, բայց եւ նորմալ հարաբերություններ հաստատի հարևանների հետ, չէ որ մենք իրոք դատապարտված չենք անդադ թշնամության ու անդադ ողբերգության։